Կներկայանաք Ամալիա Հարությունյան, եկել եք ընտրության այո, եւ չեք կարողանում ներս մտնել։ չէ, Մատչելի չի։ մատչելիություն չկա, Միշտ եք էստեղ ընտրել։ այո, Բա ոնց եք ընտրել նախկինում։ վերջին ընտրություններին մարդիկ են ուղղակի սենց սայլակ օդով բարձրացնելով տեղամասները։ Բարև ձեզ։ Դրսում հաշմանդամություն ունեցող մարդ կա, ուզում ենք հասկանանք, ոնց է ինքը քվեարկելու անմատչելի է տեղանքը։ Հասկանալի է, տեղանքի տեղամասի հետ կապված մատչելիության, հիմա ես փորձում եմ գտնեմ մարդ, ով պիտի օգնի, որ բարձրացնենք քաղաքացին ընտրի։ Միայն դա կարող եմ այս պահին ես անել։ Ուրեմն ընտրողների անմատչելի տեղամասի հետ կապված նախապես հայտարարվել էր, որ ավելի մատչելի տեղամասերում ընտրողները դիմում պիտի գրեին, ներկայացնեին, որ իրանց ավելի հարմար ու որտեղ որ թեկահարթակներ կա հաշվանդամություն ունեցողների համար, այնտեղ մարդիկ հաշվառվեն, դիմում ներկայացնեն, ընտրեն։ Հիմա այս պահին, քանի որ այսպես է ստեղծվել, ամեն ինչ պիտի անենք, որ օգնենք բարձրացնեն քաղաքացին իր ընտրությունը կատարի։ Մեզ կհուշեք ոնց են ձեզ օգնելու։ Մի հատ օգնեք, կգաք, որ խնդրենք օգնեք։ Որ խնդրենք օգնեք, դուք շատ շնորհակալ եմ։ Տասանց կեսից մեր ընտրողը եկել էր տեղամաս եւ անմատչելի միջավայրի պատճառով 45 րոպե տևեց իր ընտրությունը։ Ճիշտն ասած, օրենքում փոփոխություններ տեղի ունեցավ, որ հաշմանդամություն ունեցողները նախապես կարող են իրենց տեղամասը փոխել եւ քվեարկությանը մասնակցել այն ընտրատեղամասում, որը որ մատչելի է հաշմանդամություն ունեցողի համար։ Բայց օրինակ Ամալիան ապրում է մի թաղամասում, որտեղ կան մի քանի ընտրատեղամասեր, որոնք որ առհասարակ մատչելի չեն։ Այսինքն, եթե ինքը փոխեր իր ընտրատարածքը, որի մասին նաև հանձնաժողովի նախագահը խոսեց, ինչ չի փոխել ընտրատեղամասը, պետքա գնար քաղաքի կենտրոնում, այսինքն օգտվելու էր հանրային տրանսպորտից, որը ֆինանսական միջոցներ է իրենից պահանջում ընտանիքից, որոնք չեն կարող վճարել եւ տեղափոխումը կազմակերպել։ Ինչ վերաբերում է թեկահարթակին, ապա պետք է որ թեկուզ շարժական տեղադրվեր